Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ եք եւ շատ ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Եվ այսպես շարունակում ենք այն շարքը, որ մենք անվանել ենք Մարգագետնից խոհանոց, եւ այսօրվա պատրաստելիք ուտեստը հենց այդ շարքից է։ Բարեկամներ, պատրաստելիք ուտեստը կաթով պատրաստված ուտեստ է, արիշտայով ապուր, կաթով։ Հարգելի հեռուստադիտողներ, բաղադրությունը հետևյալն է, կաթի վրա պատրաստվող ուտեստ է եւ արիշտայով ապուր է կոչվում։ Օգտագործելու ենք արիշտա, սիսեր, ոսպ, բնականաբար կաթ, օգտագործելու ենք ընկույզ եւ կարմիր չորացված պղպեղ, համեմելու ենք աղով եւ ամենակարևոր եւ ամենահիմնական համեմունքը, որ մենք միշտ կրում ենք մեզ հետ, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, եռացնում ենք կաթը, փայտե շերեփով, այսպես, կիսայებ սիսեր, նախորոք թրջված ոսպ, բավական է, եւ խառնում ենք պատրաստի վիճակին հասնելուց հետո, մենք ավելացնենք արդեն պատրաստված արիշտան, շատ արագ, շատ հեշտ պատրաստվող ուտեստ է, բարեկամներ, բայց ուտեստի գլխավոր չափորոշիչը դա նրա օգտակար լինելն է։ Բարեկամներ, ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ Մարգագետնից խոհանոց այս ծրագիրը հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը իրականացրել է GIZ կազմակերպության հետ եւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ կազմակերպությանը իր լավ աշխատանքի համար եւ արդյունքը դուք կտեսնեք, բարեկամներ, շուտով կտպագրվի գիրքը, հենց այդպես էլ կոչվում է Մարգագետնից խոհանոց եւ այնտեղ դուք կգտնեք 120 անուն ուտեստներ, մարգագետնային ուտեստներ եւ պարզ է, որ այդ ամբողջ Մարգագետնային խոհանոցը կգա եւս լրացնելու, հարստացնելու եւ զարգացնելու մեր ազգային խոհանոցը։ Եռում է արդեն ուտեստը, բարեկամներ, հիմա կավելացնենք արիշտան։ Մի քիչ աղ, մեկ հատ կծու ամբողջական պղպեղ եւ այսպես եւս 8 րոպե եւ ուտեստը պատրաստ կլինի, այսինքն ամեն ինչ արդեն պատրաստ է, կիսայեպ էր սիսերը, լավ թրջված էր ոսպը, հիմա այդ ամբողջը 8 րոպե կեփի եւ ուտեստը պատրաստ կլինի, 8 րոպե հետո կհանդիպենք եւ ուտեստը կմատուցենք։ Բարեկամներ, արդեն համարյա պատրաստ է ուտեստը, տակը մի քիչ լացնենք, պատրաստենք ընկույզը եւ կանաչին եւ համեմենք։ Համքեղ եւ սամիտ կդնենք, խառնենք հիմա միասին, մի քիչ աղ եւ համեմի սերմ։
Նորից այսպես խառնենք։ Վերջ պատրաստ է։ Պատրաստ է։ Հիմա այս ամբողջ համեմունքը կավելացնենք ապուրին։ Ծածկենք, կվերցնենք կրակից եւ ապուրը պատրաստ է։ Նորից հիշեցնեմ բարեկամներ, կաթով ապուր արիշտայով, կաթը եղացրինք, ավելացրինք սիսեր եւ ոսպ, կիսա եւ սիսեր եւ թրջված ոսպ, ավելացրինք արիշտան, մի քիչ աղ եւ վերջում ընկույզ, սամիտ եւ համքեղ։ Ուտեստ արդեն պատրաստ է, կարող ենք արդեն մատուցել։ Ահա բարեկամներ, այս ուտեստն էր, որ մենք միասին այսօր պատրաստեցինք կաթնապուր արիշտայով, ոսպով եւ սիսերով։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ, որ մենք լինենք միշտ միասին, ուզում եմ, որ միշտ ձեր սեղանին լինի ավանդական ուտեստներ եւ թող նրանք նպաստեն ձեր առողջության եւ հաջողություններին։ Լինենք միշտ առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամ։ Արիշտայով ապուր, արիշտա 120 գրամ, կաթ 60 գրամ, կիսայებ սիսեր 60 գրամ, ոսպ 30 գրամ, ծեծած ընկույզ, համքեղ, սամիտ, աղ, կծու պղպեղ, բարյախորշակ։